անումը եւ պետք է նաեւ նշեմ ներմուծումը դիվերսիֆիկացնել այստեղ շատ կարևոր է որ օրինակ հենց հաջորդ շաբաթ մենք Գերմանիայի Դաշնությունում մասնակցելու ենք Green Week-ի 20-ից ավել ընկերություններ են լինելու փետրվարին Gulfood-ն է Դուբայում որտեղ էլի բազմաթիվ ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքները մենք աշխատում ենք Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա բազմաթիվ այլ ուղղություններով որպեսզի իրականում դիվերսիֆիկացնենք արտահանման ուղղությունները ոչ թե մի ուղղության մեջ փորձենք գտնել այլ ճանապարհներ այս առումով պետք է նաև նշեմ որ փոփոխությունների է ենթարկվում նաև մեր արտահանման օժանդակության ծրագիրը եթե մենք մինչև հիմա փորձում ենք արտահանման խրախուսումը կամ արտահանման օժանդակությունը անել էկոնոմիկայի նախարարության կամ իր գործընկերների կողմից կատարվող ցուցահանդեսներին կամ մասնակցող ցուցահանդեսներին, ապա հիմա ավելի կառուցվածքը փոխել ենք այնպես, որ ցանկացած ընկերություն, ով ուզում է մասնակցի որևիցե արտահանման ուղղված ցուցահանդեսում տարբեր երկրներում, հնարավորություն ունի էկոնոմիկայի նախարարություն դիմելու եւ ստանալ աջակցություն, եթե նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունը կամ իր գործընկերները այսպես չեն մասնակցում այդ ցուցահանդեսին իրենցով։ Բացի այդ Մենք քննարկման մեջ են մի շարք արտահանման խրախուսման նախագծեր, որպեսզի մենք կարողանանք օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, ովքեր նոր ուղղություններով արտահանում են իրականացնում եւ լոգիստիկ ծախսերի որոշակի փոխհատուցում տրամադրենք։ Հիմա քննարկման փուլում է, բայց մենք կարծում ենք, որ շուտով նման ծրագիր կընդունվի։ Նաեւ մոտավորապես 1.5-2 ամսվա մեջ կավարտվի արտահանման նոր ռազմավարությունն է, այսինքն կավարտենք աշխատանքը արտահանման նոր ռազմավարության ստեղծման ուղղությամբ, որի իսկապես հիմնական նպատակը լինելու է, որպեսզի Հայաստանից արտահանվեն բարձր ստանդարտների եւ որակի ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ աշխարհի բազմաթիվ երկրներում եւ ոչ թե փոքր երկրների շրջանակում։ Մեր աշխատանքը, որը նաև տնտեսական քաղաքականությունում է ֆիքսված, լինելու է այդ ուղղությամբ հիմնականում եւ այսպես միայն մի ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք ընդհանուր առմամբ խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ Երկրորդ հարցի համար Նարեկը դու արդեն ասի։ Ես այսպես կասեի, առաջի գլխավոր ուղղությունը մեր կարծիքով դա լինելու է մերձավոր արևելյան ուղղությունը, որովհետև Իրանի հետ ունենք նոր, այսպես ասենք, առևտրային պայմանավորվածություններ, հա, ԵԱՏՄ եւ Իրան ազատ առևտրի նոր համաձայնագիրը, ինչպես նաեւ ծոցի երկրների հետ, նաեւ մեր համար շատ կարևոր է ասիական, եվրոպական, ամերիկյան, մյուս բոլոր ուղղություններով կարելի ասել հավասարաչափ աշխատելու